հասկանում եք, որ այսօր ոստիկանական համակարգը շատ ավելի անկախ է իշխանական կառույցների, ուժերի, քմահաճույքներից։ Միանշանակ։ Նույն падգամավորները, օլիգարխները եւ այլն, միջադեպերի ժամանակ անմիջապես հեռացնում են մեքենաների ցամարները, որպեսզի չճանաչեն։ Այսինքն դա չի նշանակում, որ կոծկվել են դեպքերը։ Ուրեմն բացառություններ կլինեն, այսօր ոչ, որ ասում են մի ասեք երբեք մի ասեք երբեք։ Սոցիալապես անապահով Ես այդ դեպքում ազատությունը ո՞րն է։ Ուրեմն կաշխատենք, կտեսնենք, առավելությունը հիմա լինելու է նաև նա, որ տվյալ օլիգարխները, տվյալ ղեկավարներ ավելի քիչ են միջնորդության շանս ունենալու, շատ դժվարությամբ կկապնվեն իր հետ։ Դա շատ կարևոր է։ Դենց ես պատկերացնում էին այսօրվա ոստիկանապետի պաշտոնում ու ժամանակին շատ էին գրում թերթերը, որ պոտենցիալ թեկնածու եք միշտ համարվել։ Հետո սկսեցին այդ խոսակցությունները միանգամից կորել։ Իսկ ձեր միջամտություններ, որ այդ խոսակցությունները այլևս չպոտենցեցին։ Ես ասեմ, ոչինչ չփոխվեց, միշտ էլ խոսում են, տրվել է այնքան հնարավորություն ինձ օգտագործելու այն հնարավորությունները, այն կարողությունները, որ ես ունեմ, որը նախկինում ես շատ չեմ կարողացել օգտագործել եւ երևի ինչ որտեղ իմ դժգոհությունն էլ այդ խոսակցությունները առաջացրել, ես բավարարված եմ նոր ոստիկանության պետի դիրքորոշումից եւ այն վստահությունը, ինչ որ ցուցաբերում ենք իմ նկատմամբ, իմ համակարգի, իմ կայազորի նկատմամբ եւ տվել է շանս ինձ օգտագործելու Բայց այն ժամանակ դուք անկեղծորեն խոստովանում եք, որ դուք եք ձեզ տեսնում այդ պաշտոնում, այսօր ինչու չեք տեսնում ձեզ այդ պաշտոնում, ինչը ձեզ խանգարեց։ Չտեսնելու կամ ասելու որևէ նման բան չկա, այսօր ժողովուրդը տեսնում է եւ շատերին որպես թեկնածու են բանանում, բայց ես նորից եմ կրկնում, իմ հնարավորությունները ես ոչ թերագնահատում եմ, ոչ շատ բարձր գնահատում եմ, ես աշխատում եմ այնտեղ, որտեղ ինձ վստահում են։ Իսկ շատ են դեռ կան այդպիսի կադրեր, որոնց դուք ավելորդ եք համարում համակարգում։ Կան։ Ոչ թե ավելորդ եմ համարում, այլ համարում եմ, որ կան դեռ մարդիկ, որոնք թույլ են եւ չեն կարող այս բարեփոխումների ժամանակահատվածին դիմանալ։ Ուղղակի դուք անձամբ միջնորդում եք, փորձում եք ուշադրության արժանացնել, գուցե ոստիկանապետն ինքը չնկատի տվյալ կադրերին։ Իհարկե։ Եվ ես ամեն օր եմ այդ աշխատանքները տանում։ Պարոն Ազարյան, նախկին ոստիկանապետ Ալեք Սարգսյանը իր վերջին ասուլիսը, որ օգոստոս ամսին էր։ Այո։ Տեղի ունեցավ հենց ոստիկանությունում, ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ նոր բացահայտումներ կան եւ առաջիկա օրերին Մերյանի սպանության հետ կապված։ Մերյանի սպանության հետ կապված։ Բայց քանի որ եղավ հրաժարական եւ այլն, այդպես էլ ոչինչ հայտնի չդարձավ մեզ։ Իրականում կար բացահայտում թե ոչ, իրականում գործը ավարտին հասել է թե ոչ։ Չէ, ես ասեմ դες, ուղղակի իսկապես քննությունը շատ մոտ էր դրան եւ իսկապես ինչ որտեղ կա նման գործ, որ մոտ է այդ աշխատանքին, բայց ապացուցողական բազան չես կարողանում միջև վերջ հասցնել։ Ներքին համոզմունք կա եւ օպերատիվ աշխատողների մոտ եւ քննիչների, իհարկե ես նաեւ համամիջ չէ, որ պետք էր հայտարարել դա, որ արդեն մոտ ենք, հեսա լինելու նման դեպքերը ոչ մի դեպքում, ուղղակի իհարկե ցանկությունն է շատ եղել նախկին ոստիկանության պետի մոտ, իսկապես բոլորն էլ կցանկանային, որ դա բացահայտվեր, ուղղակի ես գտնում եմ, որ նախապես իհարկե նման հայտարարություն ինչ որ միտեղ խանգարում է քննությանը եւ դուժողի բարեկամների մոտ դա առաջացնում, ինչ որ հույս առաջացնում, հետո դժգոհությանը, որը վերածվում, որը ինչ որ հետո կասկածների է վերածվում, որտեղ նման դեպքերը միայն կարող ենք հայտարարություն անել բացահայտվելուց հետո։ Մեզ որևէ կաշկանդող բան չկա, հավատացեք։ Ձեզ նաև կաշկանդող բան չլինելու նախընտրական շրջանում դուք օրինակ ինչպես եք պատկերացնում տխուր միջադեպերից մենք զերծ կմնանք։ Զերծ ենք մնալու, իմացեք, չի լինելու նման բան։ Այն ժամանակ ինչը խանգարեց, որ զերծ չմնաք։ Երևի քիչ փորձը եւ ինքնավստահությունը ինչ որ միտեղ։ Ում կողմից։ Մեր կողմից։ Ոստիկանության կողմից ինչ որ մենք երևի պատրաստ չենք նման միջադեպի, չենք էլ պատկերացրել, կանխատեսելի չէր, իհարկե։ Բացառում եք, որ այս անգամ կլինեն բիրտ գործողություններ, կոշտ քայլեր։ Կարգազանցների նկատմամբ միանշանակ։ Թույլ չենք տա նման բան։ Նկատում եք հասարակությունը ինչպես է զգալու հատկապես ցույցերի ժամանակ հանրահավաքների։ Շատ լավ։ Արդեն իսկ ժողովուրդը, եթե նկատեք իրենց լավ են զգում, արդեն իսկ Բայց ոստիկանը շարունակում է ճանապարհ փակել հանրահավաքների օրերին։
Այսել մի օր նկարեին, բերեին մեր առաջ դնեն, որ փակ է։ Քաղաքի մասին ես չեմ խոսում, քաղաքում փողոց փակ չկա։ Նկատներ թելով փակել են ճանապարհը, բնականաբար այդպես չէր, բայց որ ոստիկանները 10 կիլոմետրը մեկ ուժեղացված ծառայություն է դա։ Մասսայական զանգվածային միջոցառումների ժամանակ ոստիկանությունը անցնում է ուժեղացված ծառայության։ Ուժեղացված ծառայություն նշանակում է շրջաններում հանել տրանսպորտը գծից։ Իսկ ով ասում նման բան։ Գրում են թերթերը եւ դուք Երևան քաղաքում եղել է։ Երևան քաղաքում եղել է որևէ տրանսպորտ չաշխատի։ Ուրեմն այդ հարցը շատ է շրջանառվում եւ ընդդիմությունը փորձում է ինչ-որ։ Ընդդիմությունը չի փորձում, ինքն ընդդիմություն։ Մի վարքյան ասեն, գիտեմ, մի վար չէ, ասեմ նայ միտինգների ու փակեն։ Լավ, 1.5 միլիոնից Երևան քաղաքն է։ Այդ շրջաններից մի 20 հոգի, 30 հոգի մարդ հաշվում, թող Երևանից գան այդ 50-100 հազարը։ Ինչու խանգարեն մարդու աշխատանքի բնականon բացարձակ որ կարա լինի ուժեղացված ծառայություն ասվածը։ Ենթադրում է արդյոք գազելի վարորդի ձեռքից վերցնել վարորդական իրավունք։ Ոչ, ես հələ նման դեպք չեմ կարդացել, չեմ էլ տեսել։ Չեք կարդացել, ես հենց հիմա ձեզ կարող եմ լինքերը տալ։ Նման տեղամասային տեսուչ ինչի պետք է վերցնի։ Անձամբ եմ տեսագրել։ Այդ դեպքում ինչ մտածել։ Մտածել ոստիկանը կոնտրոլից դուրս է աշխատում։ Ոստիկանը քաղաքական ուժերի ինչ որ ինքնագործունեություն էլ կարող է լինի, ասեմ։ Փաստեր, եթե փաստեր լինեն միանշանակ, ուրեմն եթե լիներ ծառայական քննություն էլ կանցկացվեր դա։ Եթե լինել ասեմ, շատերն էլ չեն ուզում գան մահանային բռնում դա։ Ուրեմն ես չեմ բացառում ոստիկանների կողմից աշխատանքներ տարածքներում, եւ գյուղերում, եւ քաղաքներում, եւ շրջանում, այսինքն ոստիկանության աշխատանքը միայն նա չէ, երբ որ մենք նմանատիպ նորմալ աշխատանք չտարանք, չբացատրեցինք 2008 թվականի մարտին եկան մարդիկ, որոնք ընդհանրապես կապ չունեին այս շարժման հետ, սա այն տեսուչը, օպեր լազորը կամ որ բացատրում է մարդուն, որ գիտես ինչ կա, կամ գնալուց այնտեղ ձեզ նորմալ պահեք, աշխատեք անկարգություն չլինի, հետներդ որևէ մի հատ սառը զենք չտանեք, մի հատ դուբինկա չտանեք, միանշանակ չէ, ճանապարհ փակելով չի, ճանապարհը մարդիկ որ ուզում են գան հանգիստ գալիս են։ Կլինեն դեպքեր, մենք կքննարկենք նաև այդ հարցերը, պարտադիր նոր ոստիկանության պետը այդ տակտիկան նոր ընտրում ենք մենք, քանի որ դեռ անհանգստացնող որևէ բան չկա, ամսից հունվարից կսկսեն տարբեր կուսակցություններ, տարբեր ձևով նորից անել, երթեր, հանրահավաքներ։ Վերջին ձերբակալությունների դեպքերը ենթադրում են, որ սա քաղաքական աստառներ ունեն եւ իրականում այն ինչ ներկայացվում է։ Քաղաքական արշավ սկսել է ոստիկանությունը, թե ոչ։ Ոստիկանությունը։ Ուրեմն ես ձեզ ասեմ, անկեղծորեն նույնիսկ ծիծաղելի է, երբ որ ուրեմն մարդը օգտագործող է ինքը եւ իր մոտ կա եւ ինքը ընդունում է եւ բռնելն եւ նրան կապել, որ ինքը բերում են, ասում են, «Էս ինչ մարդը մի քանի հատ ցեմենտի մեքենա ունի, ուրեմն կապված է Արարատի գործարանի հետ, ուրեմն Արարատի գործարանը կապված է Ծառուկյանի հետ, ուրեմն նա կապված է ուրեմն նման բաներ անելը դա անգրագիտություն է։ Եղել է եւ այդ մարդիկ իսկապես օգտագործում են, նրանց ոչ կախելու են դրա համար, ոչ նրանց քաղաքական հայացքներն են փոխելու։ Հարյուրավոր մարդիկ են բռնվում, այսօր կանգնացեն նարկոտիկի համար, այսօր իսկապես աճել է շատ մեծ քանակ մարդիկ եւ նրանց հարցն հանրապետական ես, դու բարգավաճ ես, օրինացես թե հակ ես։ Պատկերացրեք, բարգավաճ ավելի հեշտ տարավ, ավելի քիչ քննադատություններ եղան, ավելի շատ բան, քան մյուս կուսակցություններից։ Բազմահազարանոց կուսակցությունը 2-3 հոգով փորձեցինք մենք կազմալուծենք կամ որևէ մի բան։ Այո։ Ես չգիտեմ ինչու անընդհատ երևանցիների հույսը մնում եք դուք Երևանի կենտրոնը մաքրելու համար շեղվածներից, որոնք հավաքվում են քաղաքապետարանի հարևանությամբ։ Վերջապես այս հարցը ինչու չի լուծում, ինչն է մեզ խանգարում այդ հարցին լուծում դնելու համար։ Ես ասեմ, դա շատ իսկապես մեզ համար շատ ցավալի հարց է եւ այնտեղ հավաքվողները, եթե հետևում եք, անընդհատ բողոքներ են ուղղում մեր նկատմամբ մարդու իրավունքների հաղթումների հետ կապված եւ երբ որ ոստիկանությունը որևէ գործողություն է կատարում, միանգամից շատ կառույցներ սկսում են քննադատության ենթարկել ոստիկանություն, բայց մյուս կողմից այդ փոքրամասնությունները, որ կան այդտեղ, նրանք էլ իրենց իրավունքներն են փորձում ինչ որ
պաշտպանել նրանք մեծ քննադատության են ենթարկում ոստիկանությանը, որը իրանց համար ամենահեշտը է։ Կտրենք, որ դրանք կմաքրվեն Երևանի կենտրոնից։ Չէ, հույսները կտրել պետք չի եւ գիտեք մարմնավաճառությամբ զբաղվող աղջիկներ նույնը ոչ մի տարբերություն չկա։ Նույնը իրենց ենք բերել, բացատրել ենք, ասել ենք, բայց իրենք չեն ուզում հասկանալ եւ չեն ուզում ընդունել։ Իսկ այդ նույն թեթևաբարո կանայք, այդ մարմնավաճառները ասեն, որ ավելի ենթարկվող են, ավելի հասկացող են, քան նմանատիպ մարդիկ, որոնք չեն ուզում ընդունել։ Բողոքները շատ են եւ ինձ թվում է մենք մոտակա ժամանակս քաղաքապետի հետ էլ կքննարկենք, մարդու իրավունքների հետ պաշտպանի հետ բոլորի հետ կքննարկենք եւ իհարկե, եթե մարդկության մեծ մասի մեր բողոքները կան եւ ինչ որ միջոցներ կձեռնարկվի անպայման։ Վերջապես 1.5 միլիոնանոց Երևան քաղաքը չպետք է ենթարկվի մի 10 հոգու, 15 հոգու որոշումների, տերորի։ Մեղադրանքները, որ իրանք հնչեցնում ոստիկանության հասցեին, թե իբր իրենց հետ ոստիկանները համագործակցում են եւ իրենք ապահովագրել են իրենց։ Ուրեմն նմանատիպ բան։ Եվ իրենք բաժնում ասել են, որ եթե մեծ բաց չթողեք, կգնանք կներկայացնենք, որ մեզանից գումար եք պահանջում են։ Դե իրան շանտաժները մենք բոլորս գիտենք, դրան մենք Բայց ասում են մենք նաև լավագույն ինֆորմատոր ենք ոստիկանության համար, դրա համար ոստիկանությունը մեզ ձեռք չի տալիս։ Բացարձակ մենք իրենց ծառայություններից այդ ինֆորմացիայի հարցով ոստիկանությունը չի օգտվում եւ դրա կարիքը չունենք էլ։